Բացել Աստծո առաջ, աղոթել, այնպես որ չխանգարեն ոչ մեկի եւ այլն։ Եվ Աստված որ տեսնի քո գախնին, այսինքն տես չէ որ ալենի հելնես ամեն անկյունի վրա աղոթես։ Այս են պարզ ֆորմուլան եմ ասում, ձևն եմ ասում։ Մտիկ առանձին վերջը դուրը գոցի քո համար աղոթ կարա Տիրոջը։ Դա ամենապարզ ոնց որ ասած աղոթքի ձևն է։ Գիտեք ինչ, երբ որ ես կարդում եմ այդ համար ասում եմ Տեր Աստված, խնդրում եմ քո խոսքի միջի գաղտնիքը բաց ինձ։ Գիտեք ինչ, այդպեսի աղոթներ դուք էլ արեք, նա մանավանդ եղբայրությունը, Տեր խոսքիդ միջի եղած գաղտնիքը բաց ինձ, խոսքիդ միջի խոսքը բաց ինձ։ Երբ որ ես այդ խոսքի վրա կանգնել էի, գիտեք Սուրբ Հոգին ինչի վրա կանգնեցրեց։ Ասես դու երբևիցե որ աղոթել ես, մտել ես քո ներքին սենակը, բայց ես սովորություն ունեի առանձնանալու, իմ սենակն ունեի։ Ասի իհարկե Տեր, ասես ոչ, դու քո ներքին սենակը չես մտել։ Գիտեք ինչ, երբ որ Տերն է խոսում քո ներսում, դու արդեն հասկանում ես, դու Տիրոջ հետ ես, դու չես կարա ոնց որ sense աճ եթաս կամ ձախ եթաս։ Ասի Տեր, խնդրում եմ բացատրի ինձ։ Գիտեք ինչ, ինչքան գեղեցիկ է, երբ որ դու մտնում ես քո ներքին սենակը, քո սիրտը։ Ամենապարզն է դա, որ ես ասում եմ մտի մի սենակ դուրը գոցի եւ աղոթի, դա անցանք, հեսա 1։ Երկրորդը, գիտեք ինչքան հիանալի է եւ հրաշալի է, երբ որ դու աղոթքի ժամանակ մտնում ես քո ներքին սենակը ու ներքևում ասում է գաղտուկը Աստված որ ուզում է տեսնի, Աստված ուզում է տեսնի գաղտուկը։ Գիտեք ինչ նշանակում Աստված ուզում է տեսնի գաղտուկը։ Այսինքն մի բան, որ գաղտնի է բոլորից։ Մի բան, որ թաքնված է սրտիդ մի անկյունում։ Մի բան, որը միայն դու գիտես եւ մեկ էլ Աստված գիտի։ Գիտեք ինչ, ես տեսնում եմ հոգով, հասկանում եմ, որ ստես շատ երիտասարդներ կան, որ իրանց սրտների մեջ, իրանց ներքին տան մեջ, այն անկյունների մեջ կան գաղտնի բաներ, գործած եւ ծածկված։ Գիտեք ինչ, աղոթքի ժամանակ դու պետք է մտնես հենց այդ տեղը, դա է քո ներքին սենակը։ Հոգեվորապես քո ներքին սենակը դա է սիրելի հոգի։ Մտի քո սրտի մեջ, եւ ինչ կա իմ սրտի մեջ, որը գաղտնի է ինձ համար, որով ես ապրում եմ, որը ինձ համար ինչ որ մի արժեք ունի։ Սիրելի երիտասարդ, ինչ կա քո սրտի մեջ, որ դա արժեքավորում ես դու, որը դու ցույց չես տալիս, որը գաղտնի է, Աստված ասում է, ես ուզում եմ այդ գաղտուկը տեսնեմ։ Գիտեք ինչ, այս աղոթքի մեջ թող սա լինի նաև խոստովանություն Աստծո առաջ։ Ինչը որ քո համար բարձր է, ինչով որ դու ապրում ես։ Զրույցից առաջ